Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած Դաշնության խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի եւ երկրի ղեկավարության հանդիպումները, ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Մոտ ժամանակներս սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների հարաբերություններն այժմ հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կատարվում են բարձրաստիճան պաշտոնյաների այցեր եւ մոտ ապագայում մենք ակնկալում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, ասել է դիվանագետը։ Մայիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը աշխատանքային այցով Իրան այցելելու հրավեր ունի, սակայն այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Նրա խոսքով Ռուսաստանը բարձր է գնահատում իր գործընկերությունն այս երկրի հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի այցը պետությունների միջև հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի մի մասն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Ալեքսուս Գրինչևիչին նշանակել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության ղեկավար, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ ՆԱՏՕ-ն նաև համաձայնել է գեներալ լեյտենանտ Գրինկևիչին նշանակել գերագույն գլխավոր հրամանատար, ասվում է հայտարարության մեջ։ Նախկինում Գրինկևիչը զբաղեցնում էր շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործառնությունների տնօրենի պաշտոնը։ Ըստ Defense News-ի Գրինկևիչը Պենտագոնում ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոստումնալից գեներալներից մեկի համբավ։ Նա նախկին օդաչու է, որը թռչել է F-16 եւ F-22 կործանիչներով։ Գրինկևիչը նաև 4 տարի ծառայել է կենտրոնական հրամանատարություններում, օգնելով ղեկավարել Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերը Մերձավոր Արևելքում։ Գերմանիայում պետք է վերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնյա սոցիալական միության առաջնորդ Մարկուս Սյոդերը։ Նրա կարծիքով գերմանական բանակը պետք է ներդնի ժամանակակից սարքավորումներ եւ ավելացնի իր անձնակազմը։ Սրա պլանավորումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, գրել է Սոեդերը։ Միացյալ Նահանգները պետք է մեծ զգուշությամբ մոտենա Թայվանի հարցին եւ թույլ չտա անջատողականներին ներքաշել իրեն Չինաստանի հետ հակամարտության մեջ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Միացյալ Նահանգները պետք է զգույշ լինի Թայվանի հարցում եւ թույլ չտա, որ Թայվանում շատ փոքրաթիվ անջատողականներ Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին ներքաշեն հակամարտության եւ բախման վտանգավոր իրավիճակի մեջ, ասել է Չինաստանի առաջնորդը։ Սի Ցզինպինի եւ Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել հունիսի 5-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքով երկխոսության հիմնական թեման առևտրային հարաբերություններն էին եւ ոչ ինքը, ոչ էլ Չինաստանի առաջնորդը չեն խոսել ուկրաինական հակամարտության կամ Իրանի հետ ստեղծված իրավիճակի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Third Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր զրույցում քննարկվել են միայն առևտրային հարցեր։ Մենք ոչինչ չենք քննարկել Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ, գրել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով Սի Ցզինպինի հետ զրույցը տևել է մոտ 1.5 ժամ եւ շատ դրական է եղել։ Մայիսի 30-ին Թրամփը հայտարարեց, որ կկարողանա լուծել երկրների միջև առևտրային վեճերը Սի Ցզինպինի հետ զրույցից հետո։ Այդ ժամանակ նաև հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ներկայումս համակարգում են երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրույցը։ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Ստացված տվյալների համաձայն Հայաստանի Սյունիքի մարզի տեղհամայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը ծնված 27/06/2007 թվականի եւ Անդրեյ Արմենի Գյագունցը ծնված 13/01/2008 թվականի 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 01:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավոս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 5-ին հրամանագրեր է ստորագրել Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նստավայրը Բուդապեշտ։ Բենյամին Հարությունյանին վերապահվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պարտականությունները։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Մինչ այդ 2022-ից 2025 թվականներին նա եղել է քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ։ Ալիևը չի գնա Սյունիքը գրավելու պատերազմի։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նա անդրադարձել է հարցին՝ արդյոք Ադրբեջանը կներխուժի Հայաստան եւ արդյոք հարձակման վտանգ կա, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ դեռևս կարող է ինչ-որ բան զիջում, Ալիևը դա կփոկի։ Այն պահին, երբ որ Ալիևը զգաց, որ հնարավոր չի առանց կրակոցի ստանալ են ինչ-որ ուզում, բնականաբար կարող է դիմի ռազմական բախումների, բայց ես ճիշտն ասած չեմ կարծում, որ ասենք մեծ պատերազմի, Սյունիքը գրավելու պատերազմի չի գնա Ալիևը հիմա, որովհետև հիմա հարմար չի ժամանակաշրջանը, պարզապես գրավելուց դու պիտի մարսես դա։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին։ Նշենք, որ Գոհար Աբաջյանը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինն է։ Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Հունիսի 5-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Վարչապետը նիստի մասնակիցներին է ներկայացրել կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը եւ պատասխանել նրանց հարցերին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ այցի ընթացքում տեղակայվել է Վաշինգտոնում գտնվող շքեղ Blair House-ում, որը հայտնի է իր պատմական ու ռոմանտիկ ոճով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկել է դաշինքի անդամների պաշտպանական ծախսերը հնայի ներկայիս 2%-ից ավելացնել մինչև 3.5%, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև առաջարկեց հնայի ևս 1.5%-ը ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա։ Բացի այդ, նրա խոսքով ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են հավակնոտ ծրագրեր հակահրթիռային պաշտպանությունը, անօդաչու թռչող սարքերը եւ ցամաքային զորքերը հզորացնելու համար։ Մինչ այդ Եվրոակտիվ պորտալը հղումանելով դիվանագիտական աղբյուրներին գրել է, որ ԱՄՆ-ն կարող է դեմ լինել այն փաստին, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում, որը տեղի կունենա Հագայում հունիսի վերջին, Ռուսաստանը կնշվի որպես դաշինքի համար սպառնալիք։ Ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը խոստովանել է, որ ամերիկացիները կփորձեն Ռուսաստանի համար ընտրել հակառակորդի ձևակերպումը, այլ ոչ թե սպառնալիքի կամ ուղղակի թշնամու։ Այս դեպքում Մոսկվան չի լինի հիմնական սպառնալիքը, որի դեմ պետք է պայքարել հենց հիմա, նշել է քաղաքագետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր եւ մոլորակի ամենահարուստ մարդու միջև վերջերս ԱՄՆ վարչակազմում աշխատող Իլոն Մասկի հարաբերությունները վատթարացել են։ Տեսեք, ես եւ Իլոնը հիանալի հարաբերություններ ենք ունեցել, վստահ չեմ, որ այդպես կշարունակվի, ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Մասկի կտրուկ քննադատական հայտարարությունները ԱՄՆ սենատում քննարկվող խոշոր պետական ծախսերի օրինագծի վերաբերյալ։ Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում առանց իր օգնության, առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում դեմոկրատները կվերահսկեին ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները սենատում կունենային 51-ից 49 մեծամասնություն, գրել է նա։
Հունիսի 5-ին ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերը կորցրեցին ավելի քան 9%, ընկերության գործադիր տնօրեն միլիարդատեր Իլոն Մասկի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հրապարակային հակամարտության պատճառով։ Գնանշումների անկման մասին վկայում են Nasdaq էլեկտրոնային բորսայի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ։ Մոսկվայի ժամանակով ժամը 19:55-ի դրությամբ առևտրային հարթակի վիճակագրության համաձայն արժեթղթերը կորցրել են 9.08% մեկ բաժնետոմսի համար իջնելով մինչև $301,091։ Միևնույն ժամանակ Մոսկվայի ժամանակով ժամը 20:35-ի դրությամբ ցուցանիշները մի փոքր կայունացել էին, ճշգրտումն արդեն կազմում էր 8.87%, մեկ բաժնետոմսի համար $302,061։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 7-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 8-ին 9-ից 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ից 7-ի գիշերը եւ կեսօրից հետո 9-ից 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ից 10-ը աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։